Գիտեք, չգիտեմ ինչքան ժամանակ ճանապարհով երբ օգնում էի, մեկ էլ Սուրբ Հոգին բարձրակ ձևով հետ էս խոսած։ Ասեց Սուրբ Հոգուն տեղ դուր։ Եվ որտեղ որ էթաս, ասա որ Սուրբ Հոգուն տեղ դուր։ Քուրեր աղբերներ ջան, երբ որ Հիսուսը հարությունից հետո 40 օր իր աշակերտների հետ հավաքվեց, երկնքի թագավորության մասին էր խոսում։ Եվ պատգամ տվեց աշակերտներին, Երուսաղեմի չբացակայեք, որովհետև Սուրբ Հոգու մխիթարիչը պիտի լինի, գա։ Գիտեք, Աստծո խոսքի մեջ գրված է Գործք առաքելոց առաջի գլուխ 8-րդ խոսք։ Բայց Սուրբ Հոգին ձեր վրա եկած ատենը, երբ որ ինքը գա Սուրբ Հոգին, զորություն պիտի առնեք։ Ոչ թե մենակ զորություն առնեք, զորություն առնելու ժամանակ իմ վկաները պիտի լինեք։ Երուսաղեմում, Հրաստանում և ամբողջ աշխարհի ծայրամասերում։ Կարանք ասենք ամեն։ Գիտեք քուրեր աղբերներ, Սուրբ Հոգու լեցունություն ա պետք։ Շատ կարևոր է, ես այնքան տեղեր եմ հանդիպել, գիտեք որ եկեղեցին հայերեն աղոթք անում, ուկրաինեն աղոթում ա, ռուսերեն աղոթում ա, Սուրբ Հոգու աղոթք չկա։ Հասկանում եք, Սուրբ Հոգուն տեղապետ տալ, ինքը զորություն ա, ինքը Աստված ա։ Երբ որ դու իրան տեղ տաս, ինքը կողանձը կշինի, քեզի կփոխի լիակատար, ընտանիքդ լրիվ կփոխի։ Ինչքան կարաս Սուրբ Հոգով աղոթի։ Ես այնքան մարդ եմ հանդիպել, անգամ մի անգամ ասեն Աշոտ աղբերը Սուրբ Հոգով աղոթում ես, շատ Սուրբ Հոգով ես աղոթում։ Ասում եմ, հա, ասում եմ, դե ինչ կարիք ա, Սուրբ Հոգին մեր մեջ ինչ կարիք ա Սուրբ Հոգով աղոթել շատ։ Ասի եղբայր չես հասկանում այնքան ժամանակ, մինչև դրա քաղցրությունը չճաշակես։ Սուրբ Հոգու ներկայության քաղցրությունը ճաշակես։ Հələ մեկ ինձ ասեց Աշոտ եղբայր, ոնց կարելի է հասկանալ Սուրբ Հոգու քաղցրությունը հասկանալ, ասես տենում ես խնձորը։ Ես ուտում եմ, ասում շատ համով ա ինքը։ Ինչքան է քեզ բացատրեմ, չես հասկանա, միջև ինչ չանես, միջև դու չուտես։ Քանի օքի Սուրբ Հոգով մկրտված են, լա ձեր բարձեք։ Օ, զորություն այսի։ Զորություն, հալելույա, փառտիրոջը։ Գիտեք, քուրեր աղբերներ, Աստծո խոսքը ասում է, խնդրեցեք Տերը եւ իր զորությունը։ Պողոս առաքյալ ասում է, երբ որ գամ ձեր մոտ, ոչ թե ձեր խոսքն եմ ուզում տենամ, այլ ձեր զորությունն եմ ուզում տենամ։ Զորությունով հավատացյալ մարդը զորությունով պիտի քայլի, Սուրբ Հոգու զորությունն է։ Իսկ Սուրբ Հոգու կերակուրը Աստծո խոսքն է։ Ասում Աշոտ աղբեր չոր եմ։ Աստծո խոսք կարդում ես, ասում չէ։ Քանի տարվա հավատացել երկար Աստծո խոսքի հետ այդքան կապ չունեմ։ Երբ որ չոքում եմ, աղոթում Սուրբ Հոգով չեմ կարող աղոթեմ, չոր եմ։ Ասի Սուրբ Հոգով սկսի կարդալ եւ Սուրբ Հոգով աղոթել։ Տեղ դուր Սուրբ Հոգուն։ Երբ որ մեկ իրան հանդիպեցին մի քանի վաղ առաջ, փողոցում ասում Աշոտ աղբեր խաղություն, ասում խաղություն, ասում աղոթենք, ասի ստեղ, ասում ստեղ աղոթենք, այդուն անցանք։ Ես սկսեցի աղոթել, լցված աղոթում եմ։ Լցված։ Չեմ կարող փակեմ աղոթք, ասում եմ ամեն ինքս շարունակում եմ։ Ասում եմ այն օրվանից, երբ որ սկսեցի Սուրբ Հոգուն կերակրել, Սուրբ Հոգու զորությունը իջավ մեջս։ Մեջս կրակա վառվում։ Քայլում եմ, երգում եմ, փառավորում եմ, Սուրբ Հոգով աղոթում եմ, կրակա մեջս վառվում։ Իմ ընտանիքի մեջ քաոս էր, չի լուծվում ոչ մի հարց։ Մտա ներքի սենյակը դուռը փակեց, սկսեցի Սուրբ Հոգով աղոթել, լցված Սուրբ Հոգով աղոթել։ Երեխես հնազանդված, կինս հնազանդվեց, ես հնազանդվեցի։ Հասկանում եք եղբայրեք քուրեր, էդի կարա Սուրբ Հոգին մենակ անեն։ Իսկ դու դիտեղ տաս, եթե բերան փակած չի լինի։
Միտեղ աղոթում ենք և Սուրբ Հոգին ասեց բերանդ բաց։ Ասում открой уста, я наполню։ Բերանդ բաց և ես պիտի լսնեմ։ Մեզ պիտի լսնեմ, որ դու պիտի ուրախանաս, զորանաս։ Մեզի թուլանալ չի կարելի։ Մեզի չի տրված, որ մենք թուլանանք։ Մեզի տրված, որ մենք Սուրբ Հոգով լցվենք։ Զորանանք, Սուրբ Հոգու զորությամբ քայլենք։ Հասկանում եք, էդի Սուրբ Հոգին մենակ կարա անի։ Մի հատ քույրիկ պատմում ասում է, մտա եկեղեցի ասում է, սիդը շատ ուժեղ ցավում էր։ Նենց ցավա բռնես, ասում է, չգիտեմ ինչ, բայց ասեց, երբ որ Սուրբ Հոգու կրակը իջավ, ամբը իջավ։ Իմացա աղոթում եմ, ես աչքի ես փակած աղոթում եմ, մեկ է տենա մի հատ ձեռք մտա ծոցս։ Աչքի ես բացի տենամ ով է մտել ծոցս։ Տենամ սաղ աղոթում են։ Երկրորդ անգամ ձեռքը մտա ծոցս։ Բացի տենամ ոչ մեկ սաղ աղոթում են։ Ասում եմ, ես հասկացա, որ էսի Տիրոջ գործն է, որտեղ Տիրոջ ամբն էր ծածկել։ Երբ որ շարունակեցի, ձեռքը մտել էր ծոցս։ Երբ որ ձեռքը հանեց ծոցից, սրտիս ցավը լրիվ անցավ, որտեղ ինքը ներկա է, քուրս եղբայրս, մարդը ոչ մի բան չի կարող անել, էդի մենակ կարա Սուրբ Հոգին անել, բայց էզից ու քեզից տեղ տուր իրան, աղոթի լցվի Սուրբ Հոգով, դու հայրեն մի աղոթի հայրեն, կարաս աղոթես, բայց Սուրբ Հոգու լեցունությունուց է, քայլում ես, անուն ես, տունն ես ելնում, չոքած ես, ոնց Սուրբ Հոգով աղոթ կարա, ինքը բոլոր կյանքդ կփոխի, ինքը զորությունով կլցնի քեզ, ինչ որ մարդը չի կարա, բայց ինքը կարաս, նոր մի տեղ եկտեղ խոսում ենք, ես մի օրինակ բերեցի, մի քույրիկի մասին անուն Թամարա էր էլի, այդ Թամարա քույրիկը, երբ որ հելավ իջավ ցած, որ այդմա խանութ, մեկի հարևանը հանդիպեց, ասեց, Թամարա ասեց, քո այդ բանը կատարվել, ասում է ոչ բան հետս չի կատարվել, ասում է չի կատարվել է, ասում է ես ապրում երրորդ հարկը, իսկ դու ապրում ես երկրորդ հարկը, ասում է ես չգիտեմ դու ինչ ձևով ես աղոթում, ինչ լեզվով ես աղոթում, բայց երբ որ աղոթում ես, ես մարմինս ինձ ստիպում է, որ ես պոլին պարկեմ եւ ականջս դնեմ պոլին, եւ լսեմ քո աղոթքը, չգիտեմ ինչ լեզվով ես աղոթում, բայց սա կյանքս է փոխվում, աշկերտս թափում է, Թամարա չկա այդ աղոթքը, այդ աղոթքը չկա, ասում է ինքը վերադարձա տուն ընկա Տիրոջ առջև ասի, Տեր Հիսուս, զոհասեղանի կրակը հանգել է, խնդրում եմ քեզ, եղբայրներ քուրեր, Հիսուսի Քրիստոսի անունով, Նազովրեցի Հիսուսի Քրիստոսի անունով, Աստված Սուրբ Հոգի ա տվել, ոչ թե բերանդ փագես նստես, ինքը տվել է, որ դու աղոթես, Սուրբ Հոգով աղոթես, շատ եկեղեցիներ կան, 50-ական եկեղեցի Սուրբ Հոգու աղոթ չկա, ասել են կամած, ոչ մեկ չլսի, կամած, բա դու տես մի համացավի, աղոթի տենց, որ ականջդ լսի, լցվի ա Սուրբ Հոգով, քայլի Սուրբ Հոգով, ինչ ոկանես Սուրբ Հոգի կառաջորդի քեզի, եթե արգելված տեղա, որ դու պիտի ընդես չտես, Սուրբ Հոգի կարգելի չես կարող ընդես մտնես, Սուրբ Հոգի կարգելի ես բանը վեստես, Սուրբ Հոգով քայլի, հասկանում ես շատ կարևոր է, Աստծո խոսքի մեջ գրված ասում է, եւ դու սիրեցիր արդարությունը, ատեցիր անօրինությունը, եւ քո Աստված, քեզի ուրախության յուղով օծեց ավելին, քան սեկունդերիդ, ավելին, դու ինչքան Սուրբ Հոգով լցվես, բերանդ շատ քիչ բաց, անձդ մաքուր պահի, շուրթերդ մաքուր պահի, զորությունը չտա, զորությունդ առել ես, նենց արա ոչ կորցնես, Քիչ խոսա, անձդ մաքուր պահի, որ Սուրբ Հոգի գործի մեջդ, Սուրբ Հոգին ինքը զորություն է, ինքը մեջ կրակով աղվարվում, քայլում է Սուրբ Հոգով, զորացած է Սուրբ Հոգով, էդի Սուրբ Հոգին անում, ուրիշ ոչ մի բան չկար անել, հասկանում եք եղբայրներ քուրեր, տեղ տուր Սուրբ Հոգուն, Ինչքան կարաս կարդա Աստծո խոսքը, ինչքան կարաս Սուրբ Հոգով աղոթ կարա, եւ կտեսնես մեծ փոփոխություն կլի քո ընտանիքի մեջ, ամեն մեկի մեջ, հետո Աստծո երբ որ Սուրբ Հոգով սկսես աղոթել, իր ձայնը լսի, երբ որ ինքը որտեղ կայնացես, չէ, մեկ է տեսնես Սուրբ Հոգին կանչում աղոթքի, իմացա առանձնացի տեղից, առանձնացի ու սկսի Սուրբ Հոգով աղոթել, Սուրբ Հոգի գործ ունի, Սուրբ Հոգի բան ասում, դու չես հասկանում, դու աղոթում ես, Սուրբ Հոգի մեկ էլ բրծավ, ես միտեղ քարոզում եմ, խոսում եմ, ասում եմ մի ազնվորություն,
մարդուկին չոքեցին, աղոթեցին եւ գնացին պարկելու քնելու։ Եվ գիշերը Սուրբ Հոգին զարսնում է մարդուն, ասում է հելի աղոթքի։ Մարդը ասում շորագալի աչքովը, շորագալի ձախ կողմը, ասում է բայց Սուրբ Հոգին ասում է հելի աղոթքի։ Մեկ կանոջ ասում է կին, ով կին, հելի տեղից Սուրբ Հոգին կանչում աղոթքի։ Սուրբ Հոգին կանչում աղոթքի, զորովից հելանք, չոքինք սկսեցինք Սուրբ Հոգով աղոթել։ Միայն Սուրբ Հոգով ենք աղոթում։ Կես ժամի չափ Սուրբ Հոգու կրակը իջել էր, ամբը իջել էր, եւ Սուրբ Հոգով աղոթենք։ Հենց աղոթքը բրծանք, զանգը եկավ։ Զանգ եկավ, ասեց դուք ես ինչն եք, այո, դու ես տղա ունես, այո, ասեց քու տղեն մոտոցիկլետ ա գցում, մոտոցիկլետից ոչ մի բան չի մնացել, ինքը լրիվ ջարդու փշուր ա եղել, բայց քու տղուն մի հատ գիծ չկա քու տղու վրա, եւ հերը հարցում ա տալի պոլիսմենին, երբ կատարվավետի, ասեց կես ժամ առաջ, այն ժամանակ, երբ ու Սուրբ Հոգին կանչեց աղոթքի, հասկանում եք եղբայրներ քուրեր, կարանք ասենք փարտիրոջը, շատ կարևոր է, դուր տեղ Սուրբ Հոգուն տեղ դուր։ Մի թուլացի, մեզի չի կարելի։ Եթե մեկը որտեղ ասեմ, չէ, միտեղ աղոթում ենք, իմացա, աղոթում ենք, ասեց կգաս Աշոտ եղբայր, փսակադրությունը, կգաս Աշոտ եղբայր, աղոթենք իրար հետ, օրհնենք։ Հիմա ես աղոթում Սուրբ Հոգով ինքը հայր են, ես Սուրբ Հոգով աղոթում ինքը հայր են։ Հետո բրծանք ասի եղբայր ասի, գիտես ինչ, քու աղոթքի ժամանակ արսի թե պղին զնի երկինքը։ Բայց ասեց Սուրբ Հոգով աղոթի, տեղ դուր։ Ասեց եղբայր ջան, եթե կարող է պատահի հիմա էդի առաջ էր Սուրբ Հոգու լեցունություն Սուրբ։ Ասի հիշի քուտունը, քուտան դուրը փակված չի եղել։ Ասի քուտուն սենյակի մեջ Սուրբ Հոգու մկրտություն եղավ, զորություն եղավ, եւ սա Սուրբ Հոգով աղոթում են։ Մի եղբայր երկու կնոջ հետ մտավ ձետունը։ Մեկը եզդի էր, այդ սենյակի մեջ մեկը Սուրբ Հոգու մկրտության ժամանակ եզդերեն սկսեց աղոթել։ Ասեց այդ եզդի կինը ընկավ երեսի վրա, ու սեց թփրտա։ Օ, ասեց Աշոտ եղբայր լսեց, հիշում եմ, ասեց Սուրբ Հոգին անում։ Լցվի Սուրբ Հոգով։ Իշքան տկարել ես, իշքան ընկացել ես, ամենավերջի բանի մեջ ես, ընկած ամենաբան, Սուրբ Հոգով սկսի աղոթել։ Հենց հունի մեջ ընկար, չէ, Սուրբ Հոգու աղոթքի, հունի մեջ ընկար, այդ ես կայնստել չի կարելի, ու ոչ մի չի կարա քեզի կայնստել։ Գիտեք հիմա մենք իրար աղոթենք, Սուրբ Հոգով ենք աղոթելու, սաղ տեղ դու Սուրբ Հոգին, առաջ բերան թագում էր, հիմա աղոթի։